Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 21։ Որովհետև նրա բարկությունը ակնթարթի չափ է, բայց նրա քաղցրությունը բոլոր կյանքումը, իրիկունը լաց է գալիս, իսկ առավոտը ցնծություն։ Սաղմոս 30-րդ գլուխ 5-րդ խոսք։ Մեկ րոպեն մեր հոր բարկության ներքո կարող է շատ երկար թվալ, բայց ի վերջո դա ընդամենը մի պահ է։ Եթե մենք վշտացնենք նրա հոգուն, չենք կարող ակնկալել նրա ժպիտը, սակայն նա ներելու պատրաստ Աստված է և շուտով է մի կողմ դնում մեր մեղքերի մասին ողջ հիշողությունը։ Երբ նրա դժգոհ հայացքի պատճառով մենք թուլանում ենք և կարծես պատրաստ ենք մեռնելու, նրա բարեհաճությունը նոր կյանք է հաղորդում մեզ։ Այս խոսքը ևս ունի կարճատևության արագ անցողիկ լինելու երանգ։ Մեր լացի գիշերը շուտով վերածվում է ցնծության օրվա։ Հավատացյալի խրատական պատժի պահի կարճատևությունը Աստծո ողորմության նշանն է։ Տերը չի սիրում գավազանը գործադրել իր ընտրյալների վրա։ Նա միայն ուղղելու համար 1-2 հարված է տալիս և ամեն ինչ ավարտվում է։ Ավելին, այն կյանքն ու ուրախությունը, որոնք հաջորդում են բարկությանն ու լացին, լիովին փոխհատուցում են այդ բուժիչ վիշտը։ Եկ, ով սիրտ, սկսիր քո փառաբանությունը երգել։ Մի լացիր ամբողջ գիշեր, այլ սրբիր արցունքներդ, սպասելով առավոտին։ Այս արցունքները ցող են, որոնք մեզ նույնքան բարիք են բերում, որքան գալիք օրվա արևի ճառագայթները։ Արցունքները մաքրում են աչքերը, որպեսզի մենք կարողանանք տեսնել Աստծուն իր շնորհով, և նրա բարեհաճությունը մեզ համար դարձնում են ավելի թանկագին։ Վշտի գիշերը նկարին տալիս է այն մուգ երանգները, որոնց շնորհիվ լուսավոր հատվածներն ավելի հստակ ու ընդգծված են երևում։ Ուստի իմ թանկագին բարեկամ, ամեն բան լավ է։